Վերադարձանք տաղավար, ես մենակ եմ, դուք ճիշտ նկատեցիք սիրելիներս, ես մենակ եմ, որովհետև նա պարզվում է մի տաղանդով ևս փայլում է, նա բազմակողմանի տաղանդաշատ երիտասարդ է և քանի որ դուք էլ մեր սիրելի հեռուստատողներ, ովքեր որ այսպես հավատարիմ հետևում են մեզ ու գիտեն այս ժամը ինչ ժամ է, ապա դժվար չէր կռահել, որ Համլետը այսօր փայլելու է խոհանոցում։ Ռուբենն այնպիսի նշանձող հիմա սահմանեցիր, գիտես ինչ լարված եմ այս պահին, ես ապացուցելու բոլորին, որ նաև այստեղ եմ տաղանդավոր։ Ախր սա շատ անսովոր իրավիճակ է ինձ համար, հասկանում ես, շատ հաճախ չի լինում սիրելի հեռուստադիտողներ, բայց բազմաթիվ հեռուստադիտողների եւ գործընկերների խնդրանքով ես այսօր խոհանոցում եմ, ասեմ ինչ ենք պատրաստելու։ Սա հեղինակային բաղադրատոմս է, ոչ իմ, բայց իմ մտերիմ ընկերներից մեկի, ով ինձ սովորեցրել է, դե ես դժվար օրինաց լինեի, գիտեք հեռուստադիտողներ, բայց լավ սովորել եմ նրանից ամեն դեպքում։ Թունայով եկեք անվանենք այն բրուսկետա կամ հաց թունայով հաց թունայով Թունան հացով, բայց ոչ միայն հացով, մեզ ինչ է հարկավոր հիմա ասեմ բաղադրիչները, մեզ անհրաժեշտ է բնականաբար թունա, սիրելի հեռուստադիտողներ, կանաչ ձիթապտուղ առանց կորիզ, որովհետև մենք այն կտրատելու ենք, փոքրիկ թթու վարունգներ, կորնիշոն ասված է մի խոսքով, եւ իտալական կապար։ Ու վերջում նաեւ մայոնեզ ենք ավելացնելու, որ ընդհանուր այդ շաղախը, ես գտա բառը, տարածենք հացի վրա։ Սկսեմ։ Սկսիր։ Այդպես են, չէ՞, անում սովորաբար սկսում են այստեղ ինչ-որ կետում։ Սկսում ենք հացից սիրելի հեռուստադիտողներ։ Ինձ Ռուբեն ասաց, որ ես մեջտեղից այն կիսեմ, որ ավելի հարմար լինի, դե հանկարծ սխալ բան չլիներ, մի փորձանք բան չլիներ։ Հացը հիմա պարզապես այսպես կկտրատենք, որ հետո շարենք եւ վերջում վրանենք բնականաբար։ Ինչ հավասար ու ընտիր կտրեցի։ Տարածելու, Ռուբեն խնդրում նշածող մի սահմանից համար ես կլարվեմ եւ ամեն ինչ կձախողեմ, պատկերացնում ես։ 4 կտոր, 1, 2, եվս 2 կտոր։ Մատները զգուշ։ Հա, չէ, այդ ասա, դա պետք է ամեն դեպքում։ Վերջ, 4 կտոր հացը ունենք, տեսնեմ տեղավորվում է, մի քիչ այդքան լավ չի տեղավորվում, բայց ինչև է։ Հիմա հացը կդնենք մի կողմ և կանցնենք արդեն մյուս առարկաների և բաղադրիչների այս դեպքում կտրատմանը, դրա համար ինձ փոքր դանակ է անհրաժեշտ։ Սկսում ենք փոքրիկ թթու վարունգներից, մանրացնում ենք ինչքան հնարավոր է շատ սիրելի հեռուստադիտողներ, որովհետև քանի որ հետո մայոնեզի հետ այն խառնելու ենք և ստանանք շաղախը, հնարավորինս մանր պիտի լինի, որ համեղ տարածվի։ Դեր գոհ ես ինձնից Ռուբեն։ Շատ ընտիր ես կտրում, հացը շատ լավ հաղթահարեցիր այդ փուլը։ Դժվար իհարկե կորնիշոնները կարողանամ նույն հավասարությամբ կտրել, բայց կփորձեմ։ Դե ոչինչ, դա կարևորը հիմա շատ մանր ու փոքր կտրելն է։ Ասում ես երբ բանից գիտես այս բաղադրատոմսը։ Շատ երկար տարիներ է արդեն, հաճախ ես օգտագործում։ Քանի որ այն իսկապես շատ հեշտ է պատրաստվում, հիմա վերջում պարզապես այս ամենը խառնելու ենք իրար եւ տարածենք հացի վրա։ Ու շատ համեղ իրականում բնականաբար ամենամեծ գաղտնիքը այս համադրությունն է, որովհետեւ եթե համադրությունը գիտես, ամեն ինչ շատ հեշտ ստացվում է, չէ՞։ Համեղ ամենայն դեպս։ Իսկ հացը պարտադիր է սև լինի։ Ես ուղղակի սիրում եմ հենց սև հացի վրա տարածված այս շաղախը, քանի որ այդ համադրությունը համերի շատ լավ է ստացվում։ Բայց իսկ սպիտակով էլ կլինի, ուղղակի սև հացի հետ։ Ես դա նրա համար եմ ասում, որ գուցե հենց հիմա մարդիկ տանը ունեին բաղադրիչներ, բայց սև չէր հացը։ Չէ, ցանկացած հացի վրա կարելի է տարածել վստահաբար։ Կարծում եմ բավարար է այսքանը։ Հիմա ձիթապտուղներն էլ մի քիչ կկտրատեմ, հավասար քանակի։ Այս դեպքում կարելի է երկու մասի բաժանել, որովհետև քանի որ ձիթապտուղը համեմատաբար նուրբ է ավելի, շատ ավելի հեշտ կտարածվի։
Դու տանը ոնց ես անում։ Բոլոր մայրիկները եւ բոլոր տնային տնտեսուհիները նայում են ինձ եւ ասում են ինչպես է կտրատում այս տղան, ախր սա այստեղ կտրատեց, նա այնտեղ կտրատեց, բայց ես հասկանում եք, հիշեք խնդրում եմ Սելիարուս այդ տողներ, որ խոհանոցում լինում եմ շատ ուշ։ Կարևորը վերջում համեղ ստացվի, չէ։ Իսկ տանը դու ոնց ես կտրում։ Նա հիմա ինչպես է ստեղ կտրում եմ, այդպես էլ կան։ Ես ինչպես տանը ախր։ Չէ, հիմա որ Անուշը լիներ, գիտես ինչ կաներ։ Հերթով կտարածեր այսպես սա, այնտեղ ճիշտ ամեն ինչ կազմակերպված։ Մեզ մոտ այդքան էլ լավ չի ստացվում, բայց դե ինչ արած։ Անուշը այդ գործում պրոֆեսիոնալ է։ Այո, իսկ ես պարզապես սիրողական հմտություններ ունեմ խոհանոցային, բայց կարևորը հետո Անուշն էլ պետական համալսարանում չի դասախոսում։ Հիմա ավել ես։ Չէ, ուզում ասեմ դու դա ես կարողանում անես, նա է կարողանում անել։ Եթե այս ընթացքում նաև մտածեմ այն մասին, որ իմ ուսանողներն են ինձ հիմա դիտում։ Ես շատ նոր դա է ակնարկում։ Շատ ավելի դժվար կլինի ինձ հաղթահարել այս փորձությունը, հա։ Լավ։ Հավասար չափի ենք կտրում, այսինքն որ համամասնորեն բաժանենք եւ ձիթապտուղը եւ թթու փոքրիկ վարունգները։ Ինձ թվում է բավարար է քիչ թե շատ, երկու հատ էլ կտրեմ եւ վերջ։ Ուրեմն, Սելիարուս այդողներ, այստեղ կա մի շատ կարևոր գաղտնիք, որն է այդ գաղտնիքը։ Թունան, որը մենք օգտագործելու ենք, պիտի լինի թունա, որը ձիթայուղի մեջ է արդեն իսկ եթե օրինակ գնել եք թունա, որը այլ տարբերակով է, ինքն իր հյութի մեջ է կամ առանց ձիթայուղի, ուրեմն մի քիչ ձիթայուղ պետք է ավելացնել, որովհետև այն օգնում է, որ ավելի լավ խառնվեն բոլոր բաղադրիչները եւ շատ ավելի համեղ լինի։ Կարծում եմ վերջ արդեն կարելի է խառնել։ Վերցնում ենք մեծ տարան եւ դրա մեջ սկսում ենք բոլոր բաղադրիչները հերթով ավելացնել։ Ես կսկսեմ այս բաղադրիչներից, որպեսզի այս տարայից ազատվեմ, տախտակից։ Տեսնում ես, արդեն խառնված ստացվեց։ Շատ լավ։ Սա այսպես։ Հետո կավելացնենք թունան։ Կարևոր է, չէ՞, որից հետո ինչն ենք ավելացնում։ Ոչ այդքան։ Հա։ Այսինքն կարող էր մայոնեզը հիմա լինել։ Մայոնեզը միայն վերջում։ Հա։ Քանի որ այս թունաները մի քիչ խոշոր էին, մենք իրենց նաև կմանրացնենք, որ նայովինս հեշտ լինի հետո տարածել, էլի։ Քիչ դառնում է այն, ինչ պիտի լինի։ Սա այսպես, իտալական կապար, բոլոր կանաչ պահածոյացված բաղադրիչներ օգտագործում ենք այսօր մի խոսքով։ Սա էլ ենք ավելացնում։ Ես սա էլ կխառնեմ եւ վերջում նոր կավելացնեմ մայոնեզը։ Եվ մայոնեզը Սելիարուս դիտողներ։ Առատ։ Շատ առատ մենք։ Այո, ինչու շատ առատ, որովհետեւ հետո որ խառնվի, անգամ գույնը կարող է կորցնել։ Սա էլ էսպես։ Դեռ ստացվում է, հա։ Շատ լավ է ստացվում, Համլետ, ապրես, ես պարտանում եմ քեզ։ Այսպես խառնում ենք Սելիարուս դիտողներ։ Աղ եւ սև պղպեղ, լավ է հիշեցի։ Այդ շատ լավ հիշեցի։ Սովորաբար ես մոռանում եմ։ Բայց այդտեղ թթու վարունգ կա։ Կապ չունի։ Ձիթապատողն էլ չէ։ Կապ չունի։ Ուզում ասեմ, քիչ ավելացրու աղ։ Քիչ ավելացրի։ Ապրես։ Եթե շատ աղի լինի, հետո դու կասես ինձ։ Եվ սև պղպեղ, Սելիարուս այդողներ, անպայման։ Եթե լինի կծու ավելի լավ։ Այսքան է երիք է կարծում եմ։ Կծվի սիրահարները կարող են կծու ավելացնել։ Այո։ Մի քիչ էլ ենք խառնում։ Եվ մեր այս աղցանային շաղախը պատրաստ է։ Տեսնում եք, որքան այսպես տարածելի է կարող ենք ասել, որովհետև ձիթայուղը եւ մայոնեզը երբ խառնվում են միասին, շատ ավելի հեշտ է այս շաղախը տարածվելու։ Վերցնում ենք մեր արդեն իսկ կտրատած հացիկները, մեզ մնում է միայն Անուշը կասել, մեզ մնում է միայն ավելացնել, հիմա ես եմ ասում, մեզ մնում է միայն պարզապես վերցնել այս շաղախը եւ տարածել հացիկի վրա։ Ռուբեն, Հաջան, քիչ կարող ես գալ։ Արդեն։ Իհարկե, բա ով է փորձարկել։ Ես։ Դու փորձարկես եւ ասես, չէ՞, ի վերջո համեղ էր, ստացվեց թե ոչ։ Ահա։ Տես ասել ես, գալիս եմ։ Այո։
Իհարկե սա բրուսկետա չէ, ինչպես հասկանում եք, ավելի շատ հայկական հաց ու ձուկ է, եկեք այսպես անվանենք։ Հաց ու ձուկ։ Ինչ կասես։ Հաց ու ձուկ։ Հացով ձուկ։ Հացով ձուկ։ Դե որովհետև սրանից ինչ բրուսկետա, նայր։ Լսել մեր հայկական բրուսկետաները։ Թունաձուկը ընդհանրապես կապ չունի։ Իսկ կարող ենք սովորել տապակել, եթե ժամանակ ունեն մարդիկ կամ մի Ինչու ոչ։ գուրման են, այսպես։ Այո։ Տես, իմ Սխտորով կարելի է Իմ բաղադրատոմսը այս հատվածն է։ Դե հետո ինչ ենք անում սրա հետ, դուք ինքներդ կարող եք որոշել։ Ուղղակի սև հացով տարբերակը ինձ համար ամենանախնդրելին է։ Մի վայրկյան։ Համ, բայց անկեղծ շատ լավ ստացվեց։ Դու ուղղակի այնպես ես անում, որ հիմա ես չամաչեմ իմ ուսանողների աչքի առջև։ Չէ, մինչև եթերը դու ինձ էիր տրամադրել մեզ, ունես բաներ էիր ասում, որ մենք շատ վատն է։ Համ, իսկ ես գաթան ինչ։ Վերջ պատրաստ ես երուսադիտողներ։ Իսկ սա ինչ գաթա։ Դա ես չեմ պատրաստել, այս գաթային մենք կանդրադառնանք, երբ մեր մյուս հյուրերը կլինեն տաղավարում, որովհետև նրանք եւս մեզ խոհանոցի մասին պատմելու շատ բան կունենան։ Բայց խնդրում եմ, գաթայի վրա ինչու ուշադրություն հիմա սևեռեցին։ Դա դիրմիկո։ Դե, այստեղ դրված էր իսկ Հիմա պատահական բան։ փորձում ենք իմ պատրաստած հայկական հացուձուկը։ Կարող եմ։ Հացուձուկը։ Եվս մեկ անգամ հիշեցի, որ մենք լավ ընկերներ ենք, եթե հանկարծ ինչ-որ մի բան ոչ այնքան, դու միևնույն է կասես, որ ամեն ինչ լավ է, չէ՞։ Բայց դու պատվով մինչև վերջ հաղորդումը կտանես, չէ՞։ Ես լավ չունեմ։ Բարի ախորժակ սիրելիներս, ես սիրով կփոխեմ, իսկ մենք շարժվենք առաջ։ Բայց ասա համել է։ Չխապես։ Magnific։ Վերջ կպատրաստեք սերիարսետողներ կհիշեք, որ բաղադրատոմսը ես եմ առաջարկել։ Չէ, մի վարկյան, մյուսները։